2025 թվականի օգոստոսի 8-ից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները նախաստորագրեցին երկու երկրների միջև խաղաղության համաձայնագիրը եւ դրանով հանդերձ սկիզբ դրվեց TRIP նախագծին, աշխարհաքաղաքական առումով տարածաշրջանում նոր իրողություններ ձևավորվեցին, տնտեսական նոր հնարավորությունների հորիզոն բացելով ոչ միայն Հայաստանի, Ադրբեջանի, այլ շահագրգիռ բոլոր կողմերի համար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն կարող է առևտրատնտեսական առումով կապող հանգույց դառնալ Արևմուտքի եւ Ասիայի միջև։ Այս մասին ասում է ԱՄՆ Ատլանտյան խորհրդի կայքում տպագրված հոդվածում, որում ներկայացվում է խորհրդի Եվրասիա կենտրոնի տնօրեն Էնդրյու Դանիերի եւ Թուրան հետազոտական կենտրոնի տնօրեն Ժոզեֆ Էփսթայնի վերլուծությունները։ Ըստ նրանց TRIP-ի ազդեցությունը տարածաշրջանի վրա աշխարհաքաղաքական եւ տնտեսական հսկայական ազդեցություն կարող է ունենալ, եւ այս նախագծով ԱՄՆ-ն կարող է դառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև անվերջանալի պատերազմները զսպող եւ հարևան երկու երկրների իրական ինքնիշխանությունը ապահովող գործոն։ Այս համաձայնությունը պետք է օգտակար լինի երկու կողմերի համար էլ։ Սպիտակ տունը կարող է վստահեցնել ամերիկացիներին, որ նրանք տնտեսական օգուտներ են ստանում Հարավային Կովկասում ԱՄՆ դիվանագիտական ներգրավվածությունից, որը նոր հնարավորություններ է բացում ամերիկյան ընկերությունների համար։ Միաժամանակ ԱՄՆ հովանու ներքո խաղաղության բանակցություններ վարելով եւ ընդգծելով ԱՄՆ շահերը TRIP-ում, Փաշինյանն ու Ալիևը պաշտպանեցին համաձայնագրի ամենազգայուն մասը՝ ԱՄՆ-ն զսպող գործոն դարձնելով։ Հոդվածով անդրադարձ է կատարվում նաև Հայաստանի հարավով անցնող 27 մղոնանոց ցամաքային հատվածի մասին, նշելով, որ այդ տարածքը կարող է եւ պատրաստ է ձևավորել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունը, մասնավորապես հունվարի 13-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի եւ Հայաստանի արտգործնախարար Արադ Միրզոյանի միջև տեղի ունեցած հանդիպումից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների ֆոնին։ ԱՄՆ միջնորդությամբ կառուցված այս միջանցքը, որը խոստանում է լինել Եվրոպայի եւ Ասիայի միջև կենսականորեն կարևոր կապող օղակ, կարող է պատմության մեջ մտնել որպես Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետի արտաքին քաղաքականության ամենատպավորիչ նվաճումներից մեկը։ Կենտրոնի աշխատակիցների վերլուծության համաձայն TRIP-ը միաժամանակ հնարավորություն ստեղծեց վերացնելու երկրում ռուսական լծակները եւ ապահովելու իրական խաղաղություն։ Ռուսական ազդեցությունը անվնաս մեղմելու միակ տերությունը այսօր ԱՄՆ-ն է։ Հոդվածի համաձայն Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների խորացումը եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը տեղի ունենում այն փուլում, երբ Հայաստանը պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, իսկ այդ ընթացքում Ռուսաստանը հիբրիդային հարձակման շրջանակներում ակտիվանում եւ ակտիվացնում է տեղում իր ուժերին, որպեսզի Փաշինյանի իշխանությունը ավելի խոցելի դառնա ընտրություններից առաջ եւ ի վերջո տապալվի։ 26 թվականին նախատեսված խորհրդարանական ընտրությունների հետ մեկտեղ Փաշինյանը պետք է ցույց տա, որ խաղաղության եւ արևմուտքի հետ կապեր ստեղծելու իր ջանքերը պսակվել են հաջողությամբ։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի եւ ԱՄՆ պետքարտուղարի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների եւ հրապարակված 12 էջանոց փաստաթղթի համաձայն TRIP-ի բիզնես նախագծում Հայաստանը ունենալու է 26% մասնաբաժին, իսկ մնացյալ 74%-ը պատկանելու է ամերիկյան ընկերությանը, որը պատրաստվում է ներդրումներ կատարել ենթակառուցվածքների կառուցման եւ նախագծի իրականացման համար։ Բացի մասնաբաժնից այս նախագծում Հայաստանի օգուտներ լինելու են նաեւ այն հարկերն ու տուրքերը, որոնք գործում են միջազգային ճանապարհների փոխադրումների դեպքում։ Ինչ վերաբերում է ընդդիմության շահարկումներին, թե Հայաստանն այս նախագծով կորցնում է իր սուվերենությունը, ապա իշխանության ներկայացուցիչները վերջին օրերին բազմիցս անդրադարձել են դրանց, նշելով, որ այն գործելու է Հայաստանի ինքնիշխանության, իրավահավասարության, անկախության նորմերի սկզբունքների հիման վրա, եւ որ ամենակարևորն է փաստաթուղթը իրավական ուժ չունի։